Վաղարշաբաթի ընտրություններին հայրենիք կուսակցությունը մասնակցում է հաղթելու տրամադրվածությամբ, այս պահին կարող եմ վստահ արձանագրել, որ մենք առաջատար դիրքում ենք, մեր թիմը մրցունակ թիմ է, մեր թեկնածուն մրցունակ թեկնածու է։ Հայրենիքը Էջմիածնում երբեք չի ունեցել ավականու խմբակցություն, քանի որ նոր է տարածքային կառույց ստեղծվում։ Հայրենիք կուսակցությունը Էջմիածինը չի ղեկավարել, բայց առաջիկայում վստահ եմ ղեկավարելու է, մեզ չեն կարող մեղադրել համայնքի խնդիրների ձախողումների մեջ։ Ես ուզում եմ շատ հստակ մի բան ասել, արդեն փորձեր են արվում ասելու, որ չգիտեմ, կան քաղաքական ուժեր, որ իրանք 50% ունեն, այս ունեն, այն ունեն։ Մենք տեսել ենք այդ խոսակցությունները, տեսել ենք նաև դրա հետևանքները։ Ինչ վերաբերում է, ես ուզում եմ հատուկ խոսել ՔՊ-ի մասին, որոնք այնպիսի այդ կուսակցությունը Էջմիածնում դիրքերից է հանդես գալի, կարծես նոր-նորեն համայնքի ղեկավարումը ստանձնել։ Նույնը վերաբերում է նաև Խոյ համայնքին։ Կներեք, ուզում եմ հարց ուղղել, արդյոք Վաղարշաբաթ համայնքի ներկայիս ղեկավարը, Էջմիածին համայնքի ներկայիս ղեկավարը պատասխանատվություն կրում է իր նախորդի գործունեության համար։ Քարոզչական այնպիսի մի ֆունկցիա են իրականացնում, կարծես նոր են դարձել համայնքի ղեկավար։ Հարց եմ տալիս, Արգիշտի Մեխակյանը Դիանա Գասպարյանի գործունեության համար պատասխանատվություն կրում է, թե չէ։ Դիանա Գասպարյանը ինքնական դիմում է գրել դուրս եկել քաղաքապետի պաշտոնից, ճիշտ է։ Հիմա նայում ենք Արգիշտի Մեխակյանը ծանոթանում է համայնքի խնդիրներին, այնտեղ ասում են 50% մենք ձայն ենք տանելու, սիրելի վաղարշաբաթցիներ, դուք արդեն տեսնում եք, քանի տարի է քաղաքացիական պայմանագիրը ղեկավարում ձեր համայնքը։ Ինչ է փոխվել ձեր կյանքում։ Մարդուն փոխում են, ասում են դե գալիս ենք ծանոթանում ենք, միջև իրանք ծանոթանում են, այդ խնդիրները մնում են։ Խաչիկ Մանուկյանը իր անցած ճանապարհով, հայրենիք կուսակցության Վաղարշաբաթի թիմը իր ներկայացվածությամբ, իր կադրային պոտենցիալով ունակա մեծ աշխատանք կատարելու, փոխելու Վաղարշաբաթ համայնքի դիրքը, Վաղարշաբաթ համայնքի ընկալումը, մեր հոգևոր մայրաքաղաքի վայր տեսք ունենալու ուրեմն քաղաք ունենանք։ Ինչքան կարելի է այս, որտեղ նայում ես քանդած, ավիրած, պետք է վերջ տալ այս ամենին, իսկ այդ ամենի վերջ տալու միակ տարբերակը ազատվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ կեղծ ընդդիմադիր ուժերից։ Դա կարող է անել, դա կարող է առաջնորդել հայրենիք կուսակցությունը, իհարկե նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցությունը մենք չենք բացառում։ Կախված քարոզչության ընթացքից եւ իհարկե բնականաբար ծրագրերից։ Օրինակում է համագործակցության կգնանք ընդդիմադիր, իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ովքեր գործուն քայլերով ապացուցել են, որ այս իշխանության հեռացման կողմնակից են, ոչ թե խոսքով, ոչ թե ձայներ փոշիացնելով, գործուն քայլերով։ Մենք գիտեք ինչ, չեմ չափազանցնի, եթե ասեմ իջեմա բավական համեստ քաղաքական կեցվածք ենք ընդունել, բայց դա անվերջ չի։ Արել ենք հետևություններ, արել ենք արձանագրումներ։ Թող որևէ մեկը վերամբարձ հայտարարություններ չանի, որովհետև մի ամիս հետո ամփոփելու ենք տվյալները ու գուցե նստենք բանակցությունների, ում հետ կարելի է գնալ դաշինքով։ Եվ պարոն Հարությունյան, կխնդրեմ նաև անդրադառնալ հանգամանքին, որ թիմ ընտրություններին շատ հաճախ հենց իշխանություն լինելով ԿՊ-ն կարողանում է վարչական ռեսուրս կիրառել, ինչ է կանելով դրա դեմ։ Մենք եւ Գյումրիում դրա ականատեսը եղանք եւ մյուս թիմ ընտրություններում Գյումրին, քանի որ վերջինն է դրա համար դա եմ մատնանշում, ինչ է կանելու, որպեսզի այդ վարչական լծակը չկարողանա ազդել թե քաղաքացիների ընտրության վրա, թե քաղաքի հետագա ճակատագրի։ Առաջինը, որ անելու ենք, դա հանձնաժողովներում մեր ներկայացվածությունն է, մեր վստահված անձինք են լինելու։ Բոլոր հանձնաժողովներում, բոլոր համայնքներում ամեն մի ձայնին հայրենիք կուսակցության, հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ։ Սիրելի վաղարշաբաթցիներ, հայրենիք կուսակցությանը տրված ամեն ձայնին մենք տեր ենք լինելու։
որևէ մեկը չի կարողանալու մեկ ձայն գողանալ հայրենի կուսակցությունից։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, կներեք, մենք ընդդիմություն ենք, ես չեմ կարող ասել, այ կարող ենք լիարժեք 100%-ով պայքարել իշխանական, ուրեմն լծակների դեմ, բեսպրիձելի դեմ։ Ես կարող եմ խոսել այն պարզ փաստի մասին, որ կլինի փոքր խանութի, չգիտեմ, պետական հիմնարկի աշխատող, թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, բոլորի մոտ կա որոշակի կաշկանդվածություն, վախ, ամեն մեկի մոտ իհարկե միջավ։ Մարդիկ գալիս առանձին մոտենում են, կապվում են, ասում են մենք ձեզ կընտրենք, բայց չեն կարող դա անել բացահայտ, Երևալ գրասենյակ գնալ, ձեր կողքը կանգնել, քանի որ գիտեք հարկային, ուրեմն տերորի կենթարկվենք, իրավապահ համակարգի կողմից տերորի կենթարկվենք, եւ այլն։ Արդեն եղել են որոշակի անհաջող փորձեր տեղերում շտաբ բացելու հետ կապված ինչ որ խոչընդոտներ հարուցելու։ Թող այդ պատկերը ամբողջանա, դրանից հետո շատ ավելի ուրեմն հստակ առարկայական կներկայացնենք, որը որից հետո է։ Բայց նորից եմ ասում, կա միջոց, հստակ աշխատող միջոց շփվել մարդկանց հետ, ինչով զբաղված է մեր թիմը։ Մենք ոչ թե նստում ենք գրասենյակներում, ասում ենք Ժորժ ջան, եկեք մեզ ընտրեք, կամ հարցազրույցներ ենք այսպես տալիս։ Մեր տեխնացուն, մեր թիմակիցները հանդիպում են համայնքներում, մինչև հիմա հավաքագրել են խնդիրները։ Սրանից հետո բնական է սկսելու է քարոզարշավ ավելի ինտենսիվ հանդիպումներ են իրականացնում։ Մենք ենք գնում մարդկանց դուռը։ Մենք չենք սպասում մարդիկ ուրեմն նստեն ենթադրություններ անել մեր մասին։ Մենք գնում ենք, հանդիպում ենք, մարդկանց հարցերին պատասխանում ենք, լսում ենք մարդկանց ուզող խնդիրները։ Ահա այսպիսի պետք է ունենալ համայնքային իշխանություն, որը կլսի, որը հաշվի կառնի քաղաքացիների բարձրացած խնդիրները ու դրանց լուծումներ կտա։ Եվ գյուղական համայնքների մասով, եւ հենց Էջմիածին քաղաքի մասով մենք ունենք ծրագրեր, դրանք բոլորը ներկայացրել ենք, ներկայացնում ենք, առաջիկայում ավելի ինտենսիվ կներկայացնենք։